Նիկոլին նայում ես քարոզ արշավը, էլի նույն դհոլը, էլի նույն երաշտությունը, Քոչարյանն է մեղավոր, էս ճղճղձենը գցելա Քոչարյանին են։ Արա մոն նայում եմ ասում լավ էս Քոչարյանը խեկավ էս ընտրություններին մասնակցի, հիմա այդ Քոչարյանը չներ ինչ պետք է խոսար։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Մեկը չկայս ասի, այ ապուշ, որ 2021 թվականին մեզանից պողպատե մանդատ էր ուզում, մենք քեզ տվեցինք, բախի չնստեց, հիմա անցավ 5 տարի, Արցախը հանձնեցիր, հիմա էլ եկել ասում պետք է նստի, դե նստացնեիր արա, չտվեցին քեզ պողպատե մանդատը, հիմա ինչ ես եկել, ինչ ես լոլոներ ստեղ կարդում, այս ջահելն էլ եկել է, երեխեն էլ եկել է, ազգագրական երգ է երգում այս թուրք դավաճանի համար։ Կռվի դաշտում քաշ տղերքին, դեպի հաղթանակ է տանում, մեզ սուրբ Անդրանիկի հոգին սավանում, հայոց երկնքում։ Ազի ջան, ես ում համար ես եկել երգում։ Մեզանից է կախված, մենք մեր ձայնը կտանք այս թուրքի ագենտին, թե ոչ։ Տոշն ինչ կատարվում է երկրի հետ, երկիր այսպես մաս են անում, կտրում են կտոր ծախում ու լափում են։ Այսօր ով ընտրեց, ոնց որ ասում է, Ծառուկյանին ընտրեցիք, ընտրել եք Լուկաշենկոին։ Ես էլ ասում եմ, ով ԿՊ-ին ընտրեց, դա ընտրել է Ալիևին, որտեվ եթե Ընտրում եք քաղաքացիական պայմանագիրը, ընտրում եք Ալիևին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունից ով է լինելու այն առաջին անձը, ով հարցազրույց կամ ցուցմունք է տալու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մտածեք այդ մասին։ Իմիջիալոց, շատ լավ, կարաք ինձ էլ զանգեք, ինձ հարցազրույց տաք Նիկոլ Փաշինյանի դեմ, ձեր ինչ-թե կոմպրոմատներ բաններ, եթե կա գաղտնիքներ։ Թոշակները բարձրացրեց, երբ որ արդեն ընտրության շրջանն էր գալիս։ Որ գա, հասնի, ասի, թոշակները բարձրացեցինք, ջա, միջև ինչ էր անում, միջև այդ ասում է թոշակառուներն ու ինչի է պետք, փող էսա պետք։ Բայց զգացել եք Նիկոլ Փաշինյանը քարոզ արշավի ժամանակ կամ երեխեքին է գնում, դայաղելնում էր լեզվով ասած, կամ թոշակառուներին, երեխեքին պեչենի է տալի, թոշակառուներն էլ առաջին հարցը, ձեր թոշակը ինչքանով է բարձրացել, դե հասկացանք էլի 10,000 դրամով, քնի մեջ էլ եմ ասում, 10,000, ուրիշ մարդկանց մոտեցի։ Շատ լավ, ժողովուրդը կորոշի, Դուք 2021-ին էլ ժողովուրդը կորոշի։ Ու բան էլ չունի ասել, ժողովուրդը կորոշի։ Ուշին ենք բերել։ Ժողովուրդը կորոշի։ Ժողովուրդը որոշելու է ձեզ գնդակարել, պարոն Փաշինյան, որպես ազգի դավաճան, որպես ազգի թշնամի, դուք պետքա գերեզման չունենաք Հայաստանում, որ չպղծեք այս հողը։